Mən տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, անդրադառնալով իշխանություն, հոգևորականություն, օրեցօր խորացող այս ճգնաժամին եւ հայտարարությունում ընդգծել է. Հայ ազգը, հայրենիքը եւ եկեղեցին մեկ են եւ յուրաքանչյուր փորձ պարակտելու դրանք պետք է արժանանա միասնական ոչի։ Նա նաեւ ընդգծել է, որ սա է պատմության հերոսների եւ սրբերի պատգամը հայ ժողովրդին այսօր եւ միշտ։ Ազգին պարակտելու մասով կաթողիկոսի ակնարկը վստահաբար հասկանալի է թե ում է ուղղված, բայց այստեղ օրինակարշակ այդ հոգևորականի մասնակցությամբ տեսանյութերը տեսած քաղաքացիները հարց են բարձրացնում, իսկ ինչու Արամ ան չի խոսում հոգևորականների, եկեղեցականների վարքի մասին, ոչ պատշաճ վարքի մասին, իդեպ ասեմ նաև երեք մենք Հովանավանքի իրադարձություններին ավելի ուշ կանդրադառնանք, եկեղեցու բակում հենց շարքային քաղաքացիները լրագրողներին հորդորում էին իրենց հարց տալուց առաջ հարցեր ուղղել ամենայն հայոց կաթողիկոսին, ինչու՞ չէ նաև Արամային։ Փորձենք վերլուծել իրավիճակը եւ եկեղեցու տեսանկյունից եւ հանրային շահի տեսանկյունից եւ պետության իշխանությունների տեսանկյունից։ Որպեսզի չստացվի այնպես, որ ես եկեղեցուն պաշտպանում եմ, ուզում եմ հիշեցնել մեր դիտողներին եւ մեզ խոսակցություն տենսկսի մեծ կճոյան կար հիշում եք հոգեվորական Բենթլիով գնում գալիս էր բան հանցագործ ինչ-որ բաների մեջ էր պատմությունների մեջ էր բան եւ դրա վրա աչք էին փակում երկար տարիներ կան այլ հոգեվորականներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս հատկապես Եվրոպայում, Ամերիկայում, բան բոլոր այնտեղ Ռուսաստանում հատկապես, որտեղ նրանք կրիմինալ ինչ-որ այդպիսի լուրեր, բարբերաբար նման լուրեր են լինում, որ կրիմինալի հետ են համագործակցում, ինչ-որ սև մութ պատմությունների մեջ են մեր հոգեվորականների մի մասը եւ այլն, բան դա չի նշանակում իհարկե որ չկան ազնիվ հոգեվորականներ, ովքեր իրենց բուն գործունեությամբ են զբաղված Բայց մեր եկեղեցին ամբից չի, ցավոք սրտի, առավել եւս մեր կաթողիկոսը արդեն իսկ քանի տարի է ինքը կառավարում է իր տեղում եւ դերում չէ։ Սա փաստ է, որը երեկել էր հայտնի, 18 թվականին էր հայտնի, դրանից առաջ էր հայտնի, հա։ Եվ երբ որ 18 թվականի հետ հայտնի դեպքից հետո Նիկոլը նվաճեց իշխանությունը, գրավեց իշխանությունը Ինքը լուսանկարվում էր առանց որևէ խնդրի Գարեգինի հետ կաթողիկոսի հետ նկարվում էր, չէ, որևէ խնդիր չէր առաջանում բան։ Եվ երբ որ 20 թվականի պատերազմից հետո Եվ հատկապես 23 թվականի Արցախահայության էթնիկ զտումից հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանից Ռուսաստանը դուրս է գալիս եւ Հայաստանը իր այսպես ասած այդ թաշախուստով հանձնում է թուրքական կողմին, այդ թաշախուստի մեջ մտնում է մեր եկեղեցին։ Եկեղեցին արդեն մոտ 300 տարի է ինքը ծառայում է ռուսական կայսրությանը։ Հիմա պետք է ծառայի թուրքական իշխանություններին Էրդողանին եւ նրա շահերը պետք է սպասարկի։ Պարոն Սահակյան, ո՞րն է ձեր հիմնավորումը, որով կբացատրեք եւ կհամոզեք հանրությանը, որ մենք հանձնվում ենք Թուրքիային։ Մենք չենք հանձնվում, Ռուսաստանը մեզ հանձնում է։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընդունել է այդ բանը Էրդողանի տարածաշրջանի առաջնորդությունը նոր, հա, ինքը գնում գալիս այդ 3 գումարած 3 որ անդադ ասում է, որ մենք մեր հարևաններին չեն կարող փոխել, պետք է ընդունենք նրանց տեղն ու դերը, հա, բանը, ուր այդ որ ասում է պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, մեկ էլ բանը, ասենց ընթացքում եկի ասում է, ինչ եք ուզում Թուրքիայի դեմ 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ պատերազմ եք ուզում, իհարկե ոչ, բան, իհարկե պետք է խոսել, բայց դա չի նշանակում խոսելը մեկ այլ բան հպատակ եւ վասալ լինելն դրանք այլ բաներ են ոնց որ ասենք ասում են բանը Ռուսաստանը չխոսենք այ իհարկե խոսենք բայց պետք չէ վասալ լինել մեզ վասալացնում են մեզ հանձնում են Նիկոլն էլ ընդունել է այդ բանը հիմա պայքարը գնում հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունների միջեւ Հայաստանում առաջնորդության համար եկեղեցին չի ընդունում թուրքահպատակությունը այսպես ասած եւ Նիկոլենք անել են ամեն ինչ որ նոր կաթողիկոսը լինի թրքահպատակ Եթե եկեղեցին չի ուզում ձեր ասած թրքահպատակությունը, բայց նաև հասկանում է, որ Ռուսաստան, դուք ասացիք Ռուսաստանն է ըստ էության Հայաստանին հանձնում Թուրքիային։ Այդ դեպքում ինչու է պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ եւ չի պայքարում իր կապերն ունենալով հանդերձ Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի կաթողիկոսի հետ ինքնուրույն լիներ, հայկական շահ կսպասարկեր Կաթողիկոսը ինքնուրույն գործող անձ չէ, մեր եկեղեցին ինքը վեր ազգային կառույց է, ինքը աշխարհի բոլոր տեղերում ինքը մեր պետությունից ուժեղ կառույց է,
ինքը իր տեղով դերով իր ազդեցությամբ աշխարհով մեկ համահայկական եւ համաշխարհային կառույց է, հասկանում եք, չէ՞, ինքը Հայաստանը նման ազդեցություն չունի աշխարհում, օրինակ չգիտեմ, Բոստոնում ազդեցություն չունի հայկը, բայց այնտեղ եկեղեցի ունենք, չէ՞, բանը Լիսաբոնում չգիտեմ որտեղ Արգենտինայում բան, տես մի հատ երևի պետություն չկա, որտեղ հայեր չլինի, մի քանի հայ լինում են եկեղեցի են սարքում առաջի բանը, եթե եկեղեցի են սարքում, այնտեղ նշանակում է հայկականություն առաջանում, ազդեցություն են սկսում ձեռք բերել, գնալ գալ, եթե մի քիչ կազմակերպվում են հայկական ազդեցությունը էլ ավելի է մեծանում եւ այսպես շարունակ։ Սա Հայաստանի Հանրապետությունը 30 տարի կարող էր օգտագործել ի նպաստ հայկականության, հայազգի եւ հայ պետականության հզորացման, հա, որովհետեւ այդ բոլոր պետություններում, եթե դու ներկայացվածություն ունես, այդ բոլորի վրա որոշակի ազդեցություն ունես, կարող ես այնտեղից ինֆորմացիա առաջի ձեռք բերել, հա, տանել բերել, որ մի խոսքով համապատասխան աշխատանք եթե անես, շատ մեծ, շատ առողջ, շատ ստեղծարար, ուժեղացնող կենսական մեծ էներգիա եւ ուժ կարող էր առաջանալ, որը բերելու էր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի աննախադեպ զարգացման այս բառը չեմ սիրում, բայց փաստը դա փաստ է։ Հիմա տեսնում ենք նման բան եկեղեցու կողմից արվել է, չէ, չի արվել։ Միանշանակ չի արվել։ Մեր կաթողիկոսը ինքը տենց լուր ենթակա անձնավորություն է եւ հիմա իր պայքարը մեծ հաշվով ոչ թե Նիկոլ Փաշինյան, բա ում դեմ պայքարը, ասենք Էրդողանի դեմ պայքարը չի կարա, ինքը սկի Նիկոլի դեմ չի կարող պայքարել։ Եթե ձեր տրամաբանությամբ գնա, պարոն Սահակյան, ուրեմն կամ Գարեգին բն չի հասկանում, որ Ռուսաստանն է Հայաստանին շատ լավ հասկանում, մարդը կատարող մարդ է, իրան հրաման է եկել, որ պետք է հանձնի, ուղղակի չի ուզում հանձնվի, դες վերջի պայքարն է տանում, էլի վերջի կռիվն է տալիս իրա։ Հնարավորություն չունի Ռուսաստանի հետ աշխատելու, իր կապերը օգտագործելու եւ խնդրելու, այսպես եթե ձեր տրամաբանությամբ էլի եմ շեշտում գնանք, ասելու, որ մի մեզ հանձնեք Թուրքիային։ Բայց մեր կաթողիկոսը ով է, իր կշռով որ նա Ռուսաստանին համոզի պոտենցիալը մենք ունենք, պոտենցիալը չկիրառված է։ Չիրարվում է տենց է, փաստա։ Պոտենցիալը կա, որը չի օգտագործվել։ Դրա համար մենք այդ հնարավորություն ունենք, բայց չենք օգտվում դրանից։ Իսկ ինքը ենթակա, ինքը ընդունել է ենթակայությունը, հասկանում եք։ Այդ որ հոկտեմբերի 27 ասում են, բան 99 հոկտեմբերի 27-ին, այո, այդ որ ասում պատական չի, որ ասում են, այդ մարդը ես փոքր շատ փոքր էի պատանի 99 թվականի քանի տարեկան չեմ հիշում եւ դպրոցական էի երբ որ ու եթե նայում էի որ կաթողիկոսը ընտրվել է բան դա այդ են ցույց տալի հերոսացույցը բան մեկը հելա իր առաջի խոսքը խոսում էր մեկ ինչ-որ բան բերեցին շատ լավ հիշում ասես գրառում բերեցին տվեցին ականջի բան սպասացին ինքը ասես կարկամեց եւ ասեց բանը լուրեր ինձ նոր հասա որ Վազգեն Սարգսյանը բանում ազգային ժողով սպանել են այդ նշանակում է հենց այդ պահից Հայաստանում իշխանություն դրված կա փոխվեց հասկանում եք մենք եթե ոչ այդ անհամեմատ ինքնուրույն ենք որովհետև Արցախ էինք հաղթել բանեցկով մենք ոնց չէ ինքնուրույն քաղաքականություն էինք վարում Վազգենը գնացել են Ամերիկա եկել են ինչ-որ համաձայնություններ ձեռք բերել եւ այլն բան նրան ոչնչացրեցին եւ Հայաստանը հենց այդ պահից վասալական կախվածության մեջ հայտնվեց Ռուսաստանից շատ ավելի քան թե դրանից առաջ էր էլի այդ բանը 91-ից մինչև 99 թվականները եւ ինքը հենց այդ կաթողիկոսն է որ ընդունել է այդ խաղի կանոնները ինքը վասալային կախվածությունը Ռուսաստանից ընդունել է հիմա վասալը գնա իր տիրոջնասի չէ ինձ մի հանձնի բան դերը ասել է կոպի գործեր էլի կա շատ ասենք կենցաղային է հնչում բայց այդ էլի ինքը իր կշռով չափով ազդեցությամբ ինքը չի կարող Պուտինին ասել որ Պուտինը ինչ-որ ազդեցություն փոխի եթե կարողանային իրանից ավելի ազդեցիկ մարդիկ կային ասենք Ռուբեն Վարդանյանը Սամվել Կարապետյանը չէ մյուս մեր միլիարդատերը դրանք իսկապես ազդեցիկ մարդիկ էին ովքեր միլիարդավոր դոլարների քեշ փողով հա ծառայություններ են մատուցել Ռուսաստանին հենց անձամբ Պուտինին եւ եթե նա նրանց sense հանձնել է նրանք բերտերում հիմա նստած են այն մեկն մահացած է կաթողիկոսը ինչ կարանի ոչ ոք չի կարանի հիմա կողմերից որ մեկը սխալ հաշվարկ արեց երբ դուրս եկավ մյուսի դեմ ասում են Նիկոլ Փաշինյանը որքան էլ որ հայտարարել է որ եկեղեցին վեհարանը ազատելու է Գարեգին բից չի ստացվելու նա չունի համապատասխան լծակներ այո կարող է Հովանավանքում ամեն Կիրակի պատարագի մասնակցել կաթողիկոսի կողմից կարգալույց հռչակված քահանայի մատուցմամբ բայց միևնույն է նա այդ նպատակին չի կարողանա հասնել մյուս կողմից եկեղեցին 2020 թվականից ի վեր այո խոսել է իշխանափոխության անհրաժեշտության մասին բայց ելի տեսել է որ հնարավոր չի հիմա կողմերից որ մեկը սխալվեց իր հաշվարկում խառնվելով մյուսի գործին եւ երկրորդը որ դեպքում սпасել որ առողջ չացում կլինի այս երկու խմբերի միջև հարաբերություններում չեմ ասում եկեղեցի պետություն որտեղ ամեն դեպքում մեկի սխալը եւ մի բանը առողջությունը առողջ հարաբերությունը կսկսվեն այն ժամանակ երբ որ նրանք
դուրս գան իրար ոչ թե sense դուրս գան ճակատամարտի, այլ ուղղակի պայմանավորվեն, որ այլևս չեն սպասարկելու մեկը ռուսական, մեկը թուրքական շահ։ Դա շատ անհավանական սցենար է, բայց մենակ այդ պարագայում կլինի, որ նրանք համերաշխվեն, հայկական շահ սպասարկեն։ Ես չեմ պատկերացնում, ասենք որ Նիկոլը մեկ էլ Ալիևի ասածները չանի, էլի, քիչ հավանական։ Նիկոլա սովորաբար անում է այն մարդկանց ասածները, ումից վախենում է, իսկ Ալիևից վախենում է, Էրդողանից վախենում է, Պուտինից վախենում է, հետեւաբար իրենց ասածները կանի։ Հաջորդից չի վախենում, դրա համար մեր կարծիքը հայկական շահը իր համար էական նշանակություն չունի։ Հիմա այն հանգամանքին թող իրավունք ուներ մեկը մյուսի գործերի մեջ մտնելու, հա։ Ով սխալվեց փոփոխության իր հաշվարկում։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին, բայց փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական գործունեություն է ծավալում, երբ որ իր քիթը մտցնում է եկեղեցու գործերի մեջ, դա հակասահմանադրական գործողություն է։ Սահմանադրությամբ հստակ սահմանված է, որ իշխանությունները իրավունք չունեն իրենց գործերը, իրենց քիթը մտցնեն եկեղեցու հոգևոր աշխարհի այդ հոգևոր կյանքի եւ եկեղեցու գործերի մեջ։ Սա փաստ է։ Հակառակ տեսանկյունից չկա, որովհետեւ եկեղեցական նույնպես մարդիկ են, նույնպես հայաստանյան քաղաքացիներ են, եւ նրանք իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ եւ կարծիք ունեն, որ դա շատ նորմալ է, երկար տարիներ միշտ այդպես եղել։ Քաղաքականությամբ զբաղվելու իրավունք։ Այո, ցանկացած եկեղեցական, իրավունք ունի, ուրիշ բան, որ իրանք իրենց կամքով հրաժարվում են դրանից, դա լրիվ այլ բան է, բայց նրանք իրավունք ունեն, որևէ մեկը չի կարող որևէ հոգեվոր իրավունք ամրագրված բառը։ Նրանք մարդ են, քաղաքացի են եւ ունեն շահեր։ Դուք համասում եք սահմանությամբ քաղաքական իշխանություններին արժե սահմանափակում կա, որտեղ նրանք իրավունք չունեն իրենց քիթը մտցնեն հոգևոր կյանք, իսկ հոգևորականները կարող են զբաղվել քաղաքականությամբ։ Եկեք այլ փորձեր նայենք, հա, օրինակ Հռոմի Պապը երկար հարյուրամյակներ Հռոմի Պապը ինքն է որոշել, թե որ երկրում ով լինի թագավոր, ինքն էր օծում թագավոր, ինքն էր որոշում ով լինելու թագավոր։ Թագավորը դա աշխարհիկ իշխանության ամենաբարձր գագաթնակետն էր։ Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, եվրոպական բոլոր պետությունները։ Հա, բայց դա եղել չէ ավանդույթը։ Հիմա ձեզ թվում է Հռոմի Պապը քաղաքական ազդեցություն չունի Եվրոպայի վրա, նա կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն է։ Երբ որ ինքը բան ասում, իր այդ անգամ տրապն է հաշվի նստում գնում գալի, այդ մարդուն տենում խոսում են ընդհանուր շահեր կան, որտեղ շահ կա, այնտեղ քաղաքականություն կա։ Եկեղեցին միշտ եղել է քաղաքական կառույց։ Հայկական եկեղեցին միշտ եղել է քաղաքական կառույց։ Ուղղակի երբ որ մեր պատմության օրինակից նայենք, այս տեսանկյունից երբ որ նայենք, եկեղեցին եւ մեր թագավորական այդ իշխանությունները իրար միշտ բախվել են, երբ որ օրինակ մեկ եղել է պարսկասեր, մեկ եղել է բյուզանդասեր, մեկ եղել է, չգիտեմ, բանը, այս կողմից ելում միջև են կիսել Հայաստանը, այդ բոլորի միջև որ կիսել են Հայաստանը, այդ երկու կիսող կողմերը, մեկը հոգևոր իշխանությանը սիրաշելի իր կողմ տարել, մյուսը աշխարհիկ իշխանությանը եւ միշտ բախվել են։ Այն օրը, երբ որ իրենք կդադարեն սպասարկել այլոց շահեր, կրկնում եմ հիմա այդ միտքս, իրենք սկսեն սպասարկել հայկական շահ եւ մենք իրենք երկուսն ենք ուժեղանան, մենք բոլորս կուժեղանանք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818
8132252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Դա եկեղեցու կամ պետության շահերի տեսանկյունից ասացիք, հիմա եկեղեցականների վարքը։ Ակնկալել, որ այս մարդիկ հասկանալով, որ կոմպրոմատներ, հիմա չգիտենք դրանք ովքեր են հրապարակում, այսինքն դրանց հրապարակման հետ կապված էլ տարբեր վարկածներ են շրջանառվում, իմաստն ասում է, հենց իրենք են հրապարակում ներսում եղած հոգևորականները իրար դեմ են դուրս եկել հրապարակում են, մյուսներն ասում են իշխանությունը, հիմա դա մի կողմ ենք դնում, որ պարագայում կամ ակնկալել, որ այս վերնախավը կհասկանա, որ գուցե էլի կոմպրոմատներ լինեն, գուցե էլի տեսանյութներ հայտնվեն համացանցում եւ անհրաժեշտ համարեն բարեփոխումների գնալը, սեփական վարքը վերանայելու անհրաժեշտություն տեսնեն եւ գնան այդ ճանապարհով։ Կոմպրոմատներով պայքարելով մարդկանց դեմ առողջացման process-ը գնա, որտեղ դա անառողջ, անբարոյական պայքարի մեթոդ է։ Ընդհանրապես դա անբարոյականության գագաթնակետ է մարդու անձնական կյանքը նախ նկարել, հետո հրապարակել։ Դրա մասին շատ քիչ են խոսում, բայց դա հանցագործություն է, որին գնացել է հրապարակող կողմը։ Ամենայն հավանականությամբ այդ հրապարակող կողմը դա պետությունն է, որտեղ նման ռեսուրս ունի պետությունը։ Գաղթի ծառայություններ ունեն պետությունները, չէ՞։ Իսկ այդ կոմպրոմատները, որ իրենց վրա ձեռք են բերել, դա եղել է եկեղեցուն հպատակեցնելու գործիքներից մեկը, որ ասում կայսրությունները, ինչպես են մեր եկեղեցուն հպատակեցել, չէ՞, այդպես կոմպրոմատներով։ Մի մոռացեք, որ կոմունիստները երբ որ եկել են, մեր կաթողիկոսներից մեկին խեղդամահ արեցին եկեղեցում, ով չէր ընդունում կոմունիստների կայսրությունը, հաջորդ նշանակեցին մեկին, ով ենթարկվեց, վերջացավ, գնաց։ Վերջ, դա տենց է, կայսրությունը այդպես են աշխատում։ Հիմա եթե կաթողիկոսը Գարեգինը շատ տենց հակաճառ եկան, իրեն ուղղակի ոչնչացնել են, վերջանալու է, գնա էլի դրա մասին ինչի տենց եկեղեցին զորք չունի, կնախընտրեն ինքնաոչնչացումը կամ ոչնչացումը, բայց չեն գնա ոչ մի դեպքում սեփական վարքի վերանայման, բարեփոխումների ներսում։ Հարգելի Էլիզա, Արցախի իշխանությունները ինչ ընտրություն կատարեցին, իրենք փտում են հիմա Բաքվի Բերդում։ Փոխանակ սեփական շահ սպասարկելով անձնական շահից վեր կանգնեին, ազգային շահ սպասարկեն, համախմբեն իրենց ուժերը կենտրոնացնեին պայքար, չէ, չհանձնվել եւ այլն, որոշեցին, որ իրենք անձնական իրենց կյանքը պետք է բանանեն, փրկեն, գնացին հասան բան։ Հիմա նույն ընտրությունը կատարելու Գարեգինը։ Ինքը իր անձնական այդպես նեղ անձնական հարցերի պատճառով ինքը մի հատ ինչ-որ տեղ բռնվելու է, փակելու են կամ ոչնչացնելու են, այդպես վերջանալու է, գնա, այդպես է լինում էլի ավարտը։ Ես կավա տխուր է հնչում, բայց փաստ է դա։ Շատ լավ։ Քաղաքական իրադարձությունների անդրադառնանք, պարոն Սահակյան, լավ, տեսնենք հոգևորական եւ իշխանություն այս զարգացումները ուր կհասնեն։ Հիմա օգոստոսի 8-ից հետո անընդհատ մեր ներքաղաքական դաշտում աղաղակվում էր, որ մենք անխոչնդոտ ճանապարհ ենք տրամադրում Ադրբեջանին, մենք հանձնեցինք միջանցք, բայց մենք ինչպես տեսնում ենք Ադրբեջանը Ալիևը հայտարարեց, որ վերացնում է Հայաստանի համար իր տարածքով տարանցման այդ արգելքը, բեռների տարանցման արգելքը եւ այսօր էլ վարչապետը ի պատասխան այդ հայտարարության նշել է, որ պատրաստ ենք այսօրվանից էլ ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարայ, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով, սա է այս պահին միակ տարբերակը։ Հիմա դուք այս բեռների տարանցման արգելքի վերացումը Ադրբեջանի կողմից ինչպես է գնահատում, ինչ խնդիր է լուծում Ալիևը։
Ալիևը լուծում է Նիկոլի վերարտադրության խնդիրը։ Նիկոլա Ալիևին պետք է օդի ջրի նման ուրիշ ոչ մի ղեկավար, Հայաստանի ղեկավար նման ծառայություններ, նման տիեզերական մասշտաբի ծառայություններ, նման ստոր ծառայություններ չի մատուցել որևէ ադրբեջանական կամ թուրքական բանի, հա, իշխանության։ Նիկոլը մատուցում է այդ ծառայությունները, բայց իհարկե ամեն ինչ պետք է անի Ալիևը, դրանք մեկ անգամ չի որ խոսել են այդ մասին։ Նիկոլը պետք է վերարտադրվի։ Դրա համար նրանք ամեն ինչը պատրաստ են, եւ ճանապարհներ կբացեն, եւ փող կտան, եւ ցորեն կտան, ամեն ինչ ուզում է կտան, Նիկոլը ինչ ուզի Ալիևին կտա, եւ միջը վերարտադրվի, հենց վերարտադրվի Նիկոլը պարտավորություններ ունի։ Սահմանություն պետքա փոխել բան Ալիևը պահանջներ ուներ, չէ՞, այնտեղ որ ասում են, էսի չեկարեն խաղաղության համար եւ այլն բան։ Հետո անցնելու է այդ բաներին։ Հա, բանակը պետք է կրճատի, դա շատ ամենակարևոր բանը էս մեկն է, ապազգայնացման process-ը, բարոյալքման process-ը հայկական հայության միջև վերջ պետք է տանի Նիկոլը եւ բանը ապառազմականացման process-ը պետք է միջև վերջ տանի, այսինքն հայկական բանակ որպես այդպեսին չպետք է լինի, պետք է լինեն ուղղակի սահմանապահ ռազմականացված ըստ թեթև ինչ որ բաներ, հա, շնիկով եւ տենց թեթև զենքով զինված տղաներ, ովքեր տենց չեն կարող լուրջ խոչընդոտ հանդիսանալ ադրբեջանական ուժերի կամ թուրքական ուժերի համար։ Նախկին իշխանությունները, որոնք ըստ երևույթին մասնակցելու են ընտրություններին եւ պայքարելու են Նիկոլ Փաշինյանի դեմ, նրանք գալիս են որպեսզի այդ ամենը թույլ չտա։ Ոչ, նրանք գալիս են նույնպես թույլ տալ, նույնպես Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, անխոչընդոտ ընտրությունը, հա, ապահովելու համար, ինչպես արեց Ռոբերտ Քոչյանը 21 թվականին։ Եթե Ռոբերտ Քոչյանը չլիներ, Նիկոլ Փաշինյանը ընտրվելու շանս չուներ, որտեղ հենց նոր պարտվել էր, հեղինակազրկված էր, նրան անգամ ԿՊ-ին իրան ներսում, հա, այտենց լուրջ չեն վերաբերվում, էլի, այսինքն լուրջ չվերաբերվի նկատի ունեմ, այնտեղ անգամ խոսակցություն էին գնում, որ պետք է ԿՊ-ն այլ լիդերի, այլ առաջնորդի միջոցով հանդես գալ, բայց մեկ էլ հանեցին բանին, Քոչյանը եկավ եւ Նիկոլը ակտիվացավ, նորից էլ սկսեց իրան նախկին դեմ պայքարը բան, դա միակ բանն է, որ այտենց իրանք իրար դեմ ստացվում է, էլի։ Եվ այսպես կոչված բաները, այդ անցյալի նախկին ուժերը կամ ռուսասեր ուժերը, ինչպես իրենք ներկայացնում են, ռուսասերները նույնպես ապահովել են Նիկոլ Փաշինյանի բանը։ Եվ չկա այլ ընտրանքային ուժ, որ այս ամենը կկանխի եւ իհարկե կան այլ ընտրանքային ուժեր, ովքեր անընդհատ արդեն երկար տարիներ փորձում են ինչ-որ լեզու գտնել, ճանապարհներ գտնել, ռեսուրսներ գտնել, բայց ամենաշատ ռեսուրսը իշխանությանն է, մյուս հավասարաչափ կամ ավելի շատ էլի տենց հավասար կերպով աշխատած են, հայտի նախկինների ձեռքն է, այդքան միլիարդ, այդքան հերոստանգերություններ, այդքան տնտեսություն, այդքան հպատակ մարդիկ, հա, ովքեր կարող են այսպես մի հատ բանով հելեն հրապարակ 10000 մարդիկ ուրիշ ոչ մի ուժ չունի Հայաստանում, ունեն Նիկոլենք եւ ունեն այսպես կոչված նախկինները։ Նախկինները ապահովում են Նիկոլի վերընտրությունը։ Նիկոլը ապահովում է, որ նախկինները շարունակեն Հայաստանում իրենց տնտեսական շահերը սպասարկել, հա, այդ նյութական արժեքին բաները շարունակում են, ոնց ասեմ, փող աշխատել, ուղղակի փող աշխատել։ Հիմա Քոչյանի տղեն Նիկոլի ժամանակ ավելի շատ պետական բաներ է ստացել, պատվերներ է ստացել, քան թե Քոչյանի ժամանակ, հասկանում եք, չէ՞, կամ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Հիմա ի՞նչն է խանգարում իրար։ Համը падգամավորը բան իրար վրա շիշ են շպրտում, երկու վատ բան են ասում, դե էդ էլ տենց դե ժողովրդին բա ցույց չտան, որ իրար դեմ դե պայքարում են։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։